Ողջույն հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը ինչպես հայտնի է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների հայցով դիմել էր դատարան, մեր շահերը եւ քաղաքացիների շահերը դատարանում ներկայացնում է Նովալեքս ընկերության ավագ գործընկեր Վահե Գրիգորյանը, որին մենք շատ շնորհակալ ենք, շատ պրոֆեսիոնալ ձևով եւ հետեւողականորեն մեր եւ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղիների թանկացման որոշումը բողոքարկվել էր մեր կողմից, ընդ որում երկու որոշում կա, մեկը 24 թվականի վերաբերող, մեկը 25 թվականին վերաբերող։ Այս իշխանությունները հայտնի երկարականջի համառությամբ շարունակել են թանկ պահել ավտոկայանատեղիները կարմիր կետագծերում, ավելի քան 13 անգամ թանկացնելով, եւ մենք դրա հետ կապված դատական հայց ենք ներկայացրել։ Գիտեք, առաջին հայցանում հաղթել ենք դատը, հետո իրենք բողոքարկել են վերաքննիչ, քաղաքային իշխանությունները բավական անգրագետ ձևով են բողոքարկել եւ վերաքննիչը ասել է, որ իրավաչափ չի այս ձեր դիմումը եւ չի ընդունել նույնիսկ նրանց բողոքը, համարելով, որ ոչ պատշաճ ներկայացուցիչ կա։ Այդպես իրավական դետալների մեջ չեմ մտնի, իհարկե Վահե Գրիգորյանը կարծում եմ ինքն էլ կանդրադառնա այս հարցին, ավելի դետալային կներկայացնի իրավական մասը, ես ասեմ, որ վերաքննիչում պարտվել են, այն առումով, որ չի ընդունվել իրենց բողոքը եւ այդ չընդունման կապակցությամբ դիմել են վճռաբեկ դատարան։ Այսինքն բան են անում էլի, այսպես ժամանակ են ձգում, մանր չարաճճություններ են անում, մանր ժուլիկություններ, խորամանկություններ են անում, որ ժամանակ ձգեն շարունակեն թանկ վճարներ ստանալ։ Դիմել են վճռաբեկ, հիմա վճռաբեկն էլ չի ընդունել իրենց դիմումը, ավելի մարդկային լեզվով ասած վճռաբեկը համարել է, որ քաղաքապետարանի ներկայացած բողոքի դիմումը անգրագետ է եւ փաստորեն մի ամբողջ քաղաքապետարան չի կարողանում այնպիսի մի բողոք ներկայացնել, որը ընդունվի դատարանի կողմից եւ նաեւ դատավորը ընդունում է, որ դատարանը ընդունում է, որ իրենք պատշաճ ներկայացուցիչ չեն ներկայացնում դատական համակարգին, որպեսզի իրենց այդ ապօրինի եւ անհիմն թանկացման որոշումը պաշտպանեն, իսկ հիշեցնեմ, որ առաջին հայցանը համարել էր, որ այդ թանկացումը ոչ իրավաչափ է եւ չհիմնավորված։ Իրենք իհարկե խոսում են, որ իբր թե խցանումների դեմ են պայքարելու, բեռնաթափելու են կենտրոնը, բայց այդպիսի բան տեղի չի ունեցել եւ նաեւ հիմնավորում չկա, թե ինչու են այդքան անգամ թանկացրել։ Հիմա օրերս արդեն տեղեկացնեմ այս ոդիսականի մասին արդեն, որ վճռաբեկը հետ էր ուղարկել քաղաքային իշխանության ներկայացրած դիմումը, համարելով այն ոչ իրավաչափ, եւ հիմա մենք սպասում ենք արդեն էլի որոշակի ժամանակ անցնի, որպեսզի հասկանանք վճռաբեկը ուժի մեջ է թողնում առաջին ածանի ընդունած որոշումը համաձայն, որի թանկացումը անհիմն էր եւ ոչ իրավաչափ, թե դեռ մենք շարունակելու ենք այս կռիվը եւ սա 24 թվականի վերաբերելի, իսկ 25 թվականինը մոտ ժամանակներս սպասում ենք որոշման, որպեսզի այդ ապօրինի ճանաչվի այդ թանկացումը եւ հետագայում արդեն դիմենք հաջորդ գործողություններին։ Ճիշտ է, այս պայն դեռ ամբողջական պրոցեսը փաստորեն չի ավարտվել, բայց ես ձեզ հարգելի քաղաքացիներ եւ հատկապես վարորդներ ուզում եմ տեղեկացնել, որ Մայր Հայաստանը հետեւողականորեն դատական ատյանում վիճարկում է այդ թանկացման որոշումը եւ ընթացքի մասին մենք ձեզ տեղյակ ենք պահում։ Առայժմ այսքան իշխանությունների այսպես շուստրությունները հուսով ենք շատ արագ կավարտվեն այն առումով, որ դատարանը ի վերջո որոշում կայացնի։ Սրանց մարտավարությունը, ես ասեմ, հետեւյալն է, պինգ-պոնգային տրամաբանությամբ է, իրենք ինչ-որ հայց են ներկայացնում, հետո պարզում է այդ ներկայացուցիչը չունի այդ իրավունքը, դատարանը ասում է գնացեք հայցը ուղղեք, բերեք, տեխնիկական ինչ-որ բան թերություններ են նկատում, իրենք տանում են, բերում են մի հերթական մի աղմաղ փաստաթուղթ են տալիս,
դատարանը ասում է, ախմախություն է, տարեք նորմալ բան սարքեք, բերեք, ես մի քիչ մարդկային լեզվով եմ, էլի, այսպես բազ լեզվով եմ բացատրում։ Եվ այդպես պինգ-պոնգ խաղալով, ժամանակ ձգելով, փորձում են այս ընթացքում նաև վարորդներից այդ գումարները հավաքել։ Մենք շարունակում ենք կոչ անել վարորդներին, որ այդ տարեկան փաթեթի վճարը չտան, որովհետև դատական process-ի մեջ ենք։ Եթե ստիպված են մի քանի անգամ կանգնել կամ մի ժամով կամ 10 րոպեով, 20 րոպեով կանգնել, ավելի լավ է քիչ գումարը տան, ֆորմալ տեսակետից քիչ իհարկե, որովհետև ժամավճարն 3 անգամ են թանկացրել կենտրոնում, իսկ Արաբկիրում 2 անգամ։ Ուրեմն ավելի լավ է այդպես տան, մինչև դատական process-ը ավարտենք, որովհետև դրանից հետո սկսելու է երկրորդ սերիան կինոյի, այսպես ասած անհատական հայցերը, որի հարցով մենք կօգնենք իհարկե քաղաքացիներին։ Իսկ առայժմ այս բանը այսքանը, հետևենք թե վճռաբեկի այդ որոշումից հետո ինչ զարգացում կլինի, վճռաբեկը փաստորեն մերժել է ՔՊ-ի քաղաքապետարանի կոնկրետ քաղաքային իշխանության ներկայացրած հայցը վերադարձրել է եւ այդ հայցը վերաբերում էր վերաքննիչում կայացրած որոշմանը, որը իր հերթին չէր ընդունել այս սրանց անգրագետ այդ հայցը։ Առայժմ այսքանը։